Բարի եւ օրհնյալոր, սիրելի եղբայրներ, քույրեր, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով։ Ուրախ ենք ձեր անուշ դեմքերը տեսնել այսօր այստեղ Տիրոջ սրահների մեջ։ Եկեք ծափահարությամբ Տիրոջ օրհնենք, շնորհակալ լինենք այս հիանալի օրվա համար, որ Աստված մեզ պարգևեց։ Ամեն։ Վստահ եմ յուրաքանչյուրի սրտի մեջ օրհնության խոսք կա, ձայն կա, աղոթք կա, եւ ամեն մեկս պատրաստ պիտի լինենք Տիրոջը օրհնենք։ Ամեն բանի համար, ինչ որ Աստված թույլ է տալիս մեր կյանքի մեջ։ Ամեն։ Որտեւ Աստված բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան է։ Հալելույա։ Ուզեմ Սուրբ գրքից մի հետաքրքիր տեղ կարդալ ձեզ համար, որ գրված է 145 Սաղմոսում։ Ասում է՝ «Պիտի բարձրացնեմ քեզ, ով իմ Աստված, որ թագավոր ես, եւ պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից»։ Շարունակությունը ասում է Դավիթը, ասում է՝ «Ամեն օր պիտի օրհնեմ քեզ, եւ քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից»։ Ուշադրություն դարձրեք, երկուսն էլ ասում է հավիտյանս հավիտենից։ Ամեն օր քեզ պիտի օրհնեմ։ Ամեն մի օրը լավ հնարավորություն է Աստծուն փառավորելու համար։ Ամեն։ Ուրեմն սա ճիշտ տեղն է, ճիշտ ժամն է, որտեղ մենք հավաքված ենք, որ նրան տանք ամենալավ փառաբանությունը։ Հալելույա։ Օրհնյալ լինի մեր Տեր Աստվածը։ Համաձայն եք, եկեք մեր աղոթքով միասին սկսենք այսօրվա հրաշալի ծառայությունը։ Սիրելի մեր Աստված, մեր Տեր, մենք շնորհակալ ենք քեզ այս հիասքանչ օրվա համար։ Տեր, դու ստեղծեցիր ամեն օրը եւ 7-րդ օրը քո խոսքը ասում է, որ դու հանգստացար քո բոլոր գործերից։ Եվ դու սրբեցիր այդ օրը եւ դու այդ օրը որոշեցիր, որի մեջ քո զավակները, քո ստեղծագործությունը պիտի օրհնեն քեզ, այլ մնացած բոլոր 6 օրերի արդյունքում։ Եվ մենք շնորհակալ ենք սրանից առաջ ունեցած եւս 6 օրերի համար, որ տվել էիր ապրելու։ Եվ հիմա փառք ենք տալիս քեզ, երկրպագում եւ փառավորում ենք քեզ, Տեր։ Մենք հայտարարում ենք, որ դու մեծ Աստված ես եւ մենք այստեղ եկել ենք հատուկ քեզ փառավորելու համար, Տեր։ Սրտան շնորհակալ ենք, պատվում ենք քեզ, աղոթում եմ, որ այսօր քո հրաշալի ներկայությունը տարածվի այստեղ, օրհնիր յուրաքանչյուրիս, ամեն մեկիս մեր բաժինը եւ կարիքը լրացրու քո ճոխության, քո առատության ձեռքերից, Հայր, եւ թող անունդ փառավորվի այսօր մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն, ամեն։ Եվս մեկ անգամ ծափահարությամբ օրհնենք Տիրոջը, մեր փառաբանությունը ամբողջացնենք։ Կարող ես քո ուրախությունը արտահայտել որպես ազատ մարդ։ Գիտեք, այսօր բոլորը շատերին տեսնում եմ իրանց շորերի վրա գրված է ազատ մարդ։ Ես չգիտեմ ինչքանով են իրանք ազատ, դրանում ոչ մի հարց չէ, բայց խնդիրը սա է, որ իրականում մարդը ազատ է թե ոչ։ Երբեմն տեսնում ես ազատ մարդ, բայց այնքան զբաղված Աստծո համար ժամանակ չունի։ Տիրոջը փառք տանք միասին եւ երգենք Ես ազատ եմ։ Տերը իմ լույսը եւ իմ փրկությունն է, ես ումից պիտի վախենամ։ Միասին մեր ծափերով։ Բոլորս իրար հետ երգենք։ Տերն է իմ լույսն ու փրկությունը, ես ոչ ոքի չեմ վախենում։ Նա է իմ կյանքի ապավենը, ես ոչ ոքի չեմ սարսափում։ Եթե համաձայն ես ասա ինձ հետ, Տերն է իմ լույսն ու փրկությունը, ես ոչ ոքի չեմ վախենում։ Նա է իմ կյանքի ապավենը, ես ոչ ոքի չեմ սարսափում։ Ես ազատ եմ։ Ես ազատ եմ, ազատ եմ Հիսուսի զորավոր անունով։ Ես ազատ եմ, ազատ եմ անեծքից, մեղքից, մահից։ Ես ազատ եմ, ազատ եմ Հիսուսի զորավոր անունով։ Ես ազատ եմ անեծքից, մեղքից, մահից։ Եվ ռազորքի բանակ ելնի, իմ սիրտը երբեք չի վախենա։ Թեև թշնամին ինձ պաշարի, դարձյալ ես վստահ պիտի լինեմ։ Թեև ռազորքի բանակ ելնի, իմ սիրտը երբեք չի վախենա։ Թեև թշնամին ինձ պաշարի, դարձյալ ես վստահ պիտի լինեմ։ Ես ազատ եմ։ Ես ազատ եմ, ազատ եմ Հիսուսի զորավոր անունով։ Ես ազատ
ես ազատ եմ անեծքից, մեղքից քո ազատության ողջնի։ Ես ազատ եմ Հիսուսի զորավոր անունով, ես ազատ եմ անեծքից, մեր ծափերով ողջնենք Թագավորին, հալելույա։ Քո ազատությունը նրան փառավորելու համար է, հալելույա։ Դու նրան ամբողջ փառքը, բարձրացրու քո ծափերը, քո ազատության աղաղակը դու նրան, ասա շնորհակալ եմ քեզ Տեր, հալելույա։ Թող օրհնյալ լինի նրա անունը, միասին ասենք Տիրոջը, շնորհակալ եմ, հալելույա։ Ցնծա ով Սիոնի աղջիկ, որովհետև քո Թագավորը գալիս է դեպի քեզ, հալելույա։ Նա օրհնյալ է։ Մեր ծափերը պիտի չդադարեն, մեր ցնծությունը չպիտի վերջանա, հալելույա։ Նորից կարող ենք ասել, ես ազատ եմ Հիսուսի զորավոր անունով, ես ազատ եմ անեծքից, մեղքից մահից, ես ազատ եմ Հիսուսի զորավոր անունով, ես ազատ եմ անեծքից, մեղքից մահից։ Նորից պիտի ասենք, ես ազատ եմ անեծքից, մեղքից մահից, հալելույա։ Ազատ եմ անեծքից, մեղքից մահից, ազատ եմ անեծքից, մեղքից մահից, ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Գիտեք, ինչի համար Աստված ազատել ինձ ու քեզ, ազատել է հենց սրա համար, որ մենք փառավորենք նրան, որովհետև գերության մեջ հնարավոր չէ փառավորել Աստծուն, որովհետև մի սաղմոս կա, 147 սաղմոս, եթե չեմ սխալվում, ասում է, Բաբելոնի գետերի մոտ ասում է մեր քնարները կախեցինք ծառներից, գերության մեջ եղած ժամանակ մեզնից ազատության երգ էին ուզում որ երգենք։ Եվ ասում է ոնց կերգեմ իմ Երուսաղեմի մասին, որ սիրտս տխուր է։ Երբ որ մենք գերի ենք, դժվար ենք ազատության երգ երգում, բայց երբ որ Աստված ազատում է մեզ, այն ժամանակ այս երգը ճիշտ տեղին էր։ Ամեն։ Եկեք Աստծուն հրաշալի փառաբանության ծափահարություն տանք հայտարարությունների համար։ Մի քանի րոպե կխնդրեմ համեցեք նստեք եւ հետո կշարունակենք։ Ահանորից ձեռքերիդ մեջ է ամբողջը դեր քոն է Գեղեցիկ է, երբ որ մենք երկրպագում ենք Աստծուն։ Գիտեք, Դավիթը իր տարբեր սաղմոսների մեջ խոսում էր Աստծո նկատմամբ իր հատուկ վերաբերմունքի մասին։ Եվ գիտեք որն է այդ վերաբերմունքը, որ ինչ է լիներ իր կյանքի մեջ, վերջում հետ էր դառնում գալիս էր Տիրոջ ներկայության մեջ։ Եվ Աստված ասում էր, որ այս մարդու սիրտը ուրիշ է, ամեն մեկի սրտի նման չի։ Եկեք այսօր մեր սիրտը քննելով, մեր ներսի վիճակը քննելով, գանք Տիրոջ առաջ եւ ասենք Տեր, ինչով էլ զբաղված լինի իմ կյանքը, ես երկրպագում եմ քեզ, որովհետև դու իսկապես արժանի ես։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ, մի հրաշալի երգով պետք է Տիրոջը օրհնենք։ Դու միակ հույսն ես մեր։ Հալելույա։ Դեպի քեզ են ուղղված մեր աչքերով, Տեր։
Դեպի քեզ է ուղղված մեր աչքերը Դու ես մեր Տերը Եվ քոնն են մեր երգերը Մեր աչքերը դարձնում ենք դեպի քեզ և սպասում ենք քեզնից մեր օգնության օգտեր Հալելույա Բարձրերում ու սուր տեղում բնակվող Աստված մեր Դու ես ընդունում և լսում աղոթքը Պարզենք մեր ձեռքերը և ասենք նրան Դու միակ հույսն ես մեր Դու միակ հույսն ես մեր ով Տեր Դու միակ հույսն ես մեր Դու միայն խոսքը քո լույսն է մեր ով Աստված մեր Տեր Չարիքից պահողն ես Դու Շնորհակալ ենք, որ մենք անհույս չենք այս աշխարհի մեջ Ամեն բարի բաները քեզանից են գալիս մեր մեջ Որովհետև քո ձեռքն է մեզ պահում և զորացնում այս երկրի վրա Մենք սրտանց փառավորում ենք քեզ Քո ձեռքն է պահում մեզ Եվ չկա ոչ ոք Տեր Քեզ պես ձեռքն է քո մեզ միշտ հովանի Թող քո ձեռքը մեզ առաջ տանի Դու միակ հույսն ես Դու միակ հույսն ես մեր Դու միակ հույսն ես մեր ով Տեր Դու միակ հույսն ես մեր Դու միայն ով մեր Տեր Դու միակ հույսն ես մեր Աստծո խոսքը ասում է, որ նա ով հույս է դրել նրա վրա, երբեք ամոթով չի մնա։ Ամեն։ Կարող ես Տիրոջ ասել, Տեր իմ հույսը քեզ վրա է։ Եվ ես երբեք ամոթով չեմ մնա։ Թող մեծարվի քո անունը ամեն բանի մեջ Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Դու նրան հույսի սափահարություններդ, որով լցված ես։ Հալելույա։ Ամեն։ Օրհնյալ լինի մեր Թագավոր Աստվածը։ Սիրելիներ, պիտի խնդրեմ, որ իմ Սամվել եղբայրս գա այստեղ եւ այն ինչ որ մենք անում ենք Աստծո Թագավորության համար, մեր սրտերը պատրաստենք խոսքը լսելով, խնդրեմ։ Փառք մեր Հիսուսին Աստծո ժողովուրդ։ Ինչ լավ Հիսուս ունենք։ Ամեն։ Այո, Տերը, շնորհակալ ենք այս ամիսը շնորհակալության օր կա, բայց մենք տարին 12 ամիս եւ ամեն օր պետքա Տիրոջից շնորհակալ եղնենք, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, որ ձեր ձեռքերին ուժ տվողը ես եմ, ասում է Տերը։ Երբեք չհպարտանաք, ասեք իմ ձեռքերով արեցի, ապա ես եմ քո բազուկներին ուժ տվող եցև, ասում Աստծո խոսքը։ Փառք ասում, մենք սովորություն ունենք, որ ժամանակ ենք հատկացնում մեր նվերներով, ընծաներով Տիրոջը տան շինարարությանը, օրհնությանը մասնակից լինելու, մաս ու բաժին կազմելու, մենք արկղեր ունենք, տարբեր անկյուններում եւ ցանկացողները կարող են մոտենալ եւ իրենց նվերները բերել։ Բայց մինչեւ այդ մի հատ պատմություն էի կարդում եւ մտածում էի, օրինակ բոլորդ կարդացած կեղնեք, որ Հիսուսը տաճարում գանձանակի դեմը նստած եւ նայում էր թե ով ինչպես է գցում։
Եվ մտածում է, թե ինչեր նստել եւ նայում։ Մի քիչ անհարմար է, մարդիկ ուզում են մոտենան, երևի կամաչեն, կքաշվեն, դեր, մի քիչ հեռու նստեր, հեռվից նայեր, բայց չէ։ Եվ ասում է, որ շատ հարուստներ, շատ բաներ գցեցին, եւ մի աղքատկին էլ կար, որ իր երկու լուման, այդ երկու լուման գցեց եւ Տերը աշակերտներին կանչեց եւ ասեց նայեք, շատ հարուստներ գցեցին իրենց ավելացածներից, իրենց ավելցուկից, բայց այս կինը իր ամբողջ ունեցվածքը գցեց եւ ոչ թե Տերը անարգեց կամ նախատեց այն հարուստներին, որոնք իրենց ավելցուկից են գցում, չէ, կամ Տիրոջ դիրքորոշումը վերաբերմունք այդ մարդկանց հանդեպ չփոխվեց, նա տվողներն է սիրում, չտվողներն էլ նույնպես սիրում, նա վերաբերմունքը դանից չի փոխվում, բայց այստեղ հետաքրքիր բան նկատեցի, որ նրանք իրենց ավելցուկից գցեցին Տիրոջը, բայց այս կինը իր ամբողջ ունեցվածքը, որի վրա իր հույսն էր, որը կապված էր իր հույսը դրա վրա էր, դա զոհաբերեց Տիրոջը, եւ Տերը սա գովեց։ Սիրելիներ, թող Աստված օրհնի, որ մենք երբեք այն հարուստները, չգիտեմ Աստված ումի նկատի ունի հարուստ ասելով, ես չեմ հասկացել, բայց հարուստները ըստեղ երկու բան կա ասում, մի հատ լավ բան կա, մի հատ վատ։ Հարուստները ուրեմն ինչ են անում, իրենց ավելցուկից են գցում։ Մի բան են գցում, որի կարիքը չունեն եւ դա իրանց վրա նշանակություն է չուներ, ունենային, չունենային, գցում են։ Իսկական զոհաբերությունը նա էր, որ այս կինը կատարեց, իր ամբողջ ունեցվածքը, իր հույսը դրա վրա էր, իր ունեցվածքը դա էր, սա էր, որ զոհաբերեց եւ Հիսուսը էս ասովորյացնա, ոչ թե նայում է մեր գումարի մեծ ու փոքր չափին, այլ նայում է մարդու սրտին, Հիսուսը նստած դա էր նայում։ Երևի այս հարուստները մտածում են, որ շատ ժամանակ հավաքվում են իրենց ճոխ սեղանների շուրջ եւ առաջի բաժակը, որ պետքա խմեն, Աստծո կենացն են խմում, երևի, չէ՞։ Շնորհակալ ենք Աստծուց, փառք Աստծուն, Տերը օրհնել է այսպես, բայց Տիրոջը բաժին հանելուց այն ավելցուկն են տալի։ Չգիտեմ, հետո Աստված ինչ կան իրանց հետ, ինչպես կխոսա, բայց դա կարևոր չի։ Կարևորը սա էր, որ իսկական ընդունելի զոհը Հիսուսը գովեց նա, որ իրանից զոհաբերեց, իրանից կտրեց եւ Տիրոջը տվեց։ Թող Աստված օրհնի Աստծո ժողովուրդ, որ մենք սովորել ենք նոր կտակարանի մեջ Տիրոջից, որ ինչ որ Աստծո համար անում ենք, ուրախությունով անենք եւ մեր լավագույնը անենք, մեր կարողության չափով անենք եւ ուրախությունը խառնենք, չմոռանանք եւ նոր անենք։ Ուզեմ աղոթենք, ձեր սրտերը պատրաստեք եւ կմոտենանք աղոթքից հետո արքերի մոտ եւ ով ինչ որ կուզի, ազատ եղեք, որովհետեւ մենք երկեցինք, մենք ազատ ենք։ Ուրեմն ազատությունով մոտեցեք եւ նվիրեք Տիրոջը։ Տեր իմ, շնորհակալ ենք Հիսուսի անունով այս հնարավորության համար, Տեր, որ մենք մարդ ենք եւ մարմնեղ են եւ Տեր, մենք քո օրհնածից քեզ բաժին հանելու կարողություն ունենք, Տեր իմ։ Ուզում եմ աղոթեմ, Տեր, ով ինչ չափով որ որոշել է, Տեր, թող քեզ ընդունելի լինի, Տեր իմ Աստվածս։ Եվ այն ինչ որ Տեր հավաքում ենք քո թագավորությանը, Աստծո խոսքի տարածմանը նպաստում է, Տեր, եւ շնորհակալ ենք, որ ամենքսը մեր բաժնի մեջ մասնակից ենք եւ հավատարմությունով թող լինի, ուրախությունով Տեր իմ անում ենք, ինչ որ անում ենք, Տեր, թող ընդունելի լինի քեզ, Տեր իմ Աստվածս։ Շնորհակալ ենք, օրհնես ամեն մի քրոջս, եղբորս, ձեռքի աշխատանք, իր բիզնես, իրանց գործերը, Տեր իմ Աստվածս, թող ել ավելին օրհնի Աստված, քանց թե որ մենք կմտածենք, Տեր։ Շնորհակալ ենք Հիսուսի անունով, սիրում ենք քեզ, ամեն։ Ամեն, ամեն։ Փառք Հիսուսին։ Կրկին բարի գալուստ նրանց, ովքեր որ արդեն եկել էին եւ արդեն առաջին անգամ բարի գալուստ նրանց, ովքեր քիչ առաջ մեզ միացան, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են մեր մեջ, Աստված օրհնի ձեզ, խնդրեմ համեցեք, կարող եք նստել, սիրելիներս։ Այսօր մեզ համար հրաշալի օրհնյալ օր է, ոչ միայն այն առումով, որ Կիրակի է, Տիրոջ օրն է, այլ այն առումով, որ այսօր մեր մեջ է իմ շատ սիրելի եղբայրը Քրիստոսով, ում երկար տարիների աշխատանքը իզուր չէ եւ փառք Աստծուն, որ եղբայրս երկար ճանապարհ է կտրել եւ Հայաստանից եկել է այստեղ եւ մեզ պետք է ծառայի, Աստծո ծառան չի կարող առանց ծառայության։ Սա միանշանակ, ճիշտ եմ, չէ՞։ Անհնար է, որտեղ տանում ես պիտի ծառայի։ Եվ շնորհակալ ենք, որ այսօր իմ սիրելի եղբայրը այստեղ է։ Սիրելիները ժամանակ շատ չեմ ուզում վերցնեմ, ուզում եմ, որ այստեղ հրավիրեմ իմ շատ սիրելի թանկագին եղբորը Արարատ Պողոսյան եղբորը, ով հանդիսանում է Հայաստանում Աբովյան քաղաքի
Փարոս եկեղեցու ավակ հովիվը։ Եկեք մեր ջերմ ծափահարությամբ Աստծո մարդուն վայել ընդունելությամբ հրավիրենք այստեղ Արադ եղբայր ջան, Աստված շատ օրհնի քեզ։ Օրը բարի, սիրելի եղբայրներ եւ քույրեր, շատ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ։ Ուզում խորի շնորհակալություն հայտնել Արտակ եղբորը, Արտակ ջան, Աստված օրհնի, մեծ օրհնություն է լինել այստեղ եւ ծառայել ձեզ եւ Տիրոջը։ Անմիջապես անցնեմ խոսքին։ Ես որպես խոսքից բանաբան ընտրել եմ Եբրայեցիների թղթից 13-րդ գլուխ 9-րդ խոսքից մինչև 13-րդ խոսքը։ Կուզեմ ընթերցել, լսեք, որովհետև սրա վրա կառուցել եմ իմ պատգամը։ Առաքյալն ասում է. «Կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանվեք, որովհետև լավ է, որ սիրտը շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չունեցան նրանք, որ այդպես գնացին։ Մենք ունենք սեղան, որից ուտելու իշխանություն չունեն իսկ խորանի պաշտամունքի ծառայողները, որտեվ այն անասունների արյունը, որ քահանապետի ձեռովը սրբարանի մեջ էր տարվում մեղքի համար, նրանց մարմինները այդվում էին բանակից դուրս։ Դրա համար Հիսուսն էլ որպեսի բուն իր արյունով ժողովրդին սրբե, դռան դրսի կողմում չարչարվեցավ։ Ուրեմն եկեք բանակից դուրս գնանք նրա մոտ եւ նրա նախատինքը մեզ վրա առնենք»։ Երբ որ ընթերցում ես հատվածները, իմ ուշադրությունը գրավեց հետևյալ խոսքերը, որ սիրտը լավ է շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով։ Սիրտը հաստատվի շնորհքով եւ ոչ թե կերակուրներով։ Եվ որպես իր խոսքի նախադասության իմաստը մեջբերում է անում 5 կտակարանից խորանում ծառայող քահանաներին։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Մենք գիտենք, որ Իսրայելի ժողովուրդը բերում էր զոհաբերություններ դեպի խորան, բերում էին այդ անասուններին, իրենց ձեռքը դնում էին, մեղքերը խոստովանվում էին եւ արյունը թափվում էր, եւ իդեպ ասեմ, այդ մսերից էլ քահանաները օգտվում էին, ապրում էին։ Արյունը թափելուց հետո որոշակի մսեր իրանց տրվում էր այդ անասուններից, այդ կերակրվում էին։ Նաեւ առաջավորության հաց կար, հիշում եք, 10 հացը, որ ամեն օր թարմ դրվում էր, երեկոյան վերցվում էր, եւ նաեւ այդ հացերն էին ուտում, եւ այս ամենը խորհրդապատկերում են նրանց սեղանը։ Ասում են նրանք սեղան ունեին։ Փաստորեն նրանք ունեցել են օրհնության սեղան, որից կերել են, բայց իրենց սիրտը շնորհքով չհաստատվեց դա ուտելով։ Հարց է առաջանում, ուրեմն նշանակում է այդ կերակուրների հետևում շնորհք է եղել, շնորհք կար, որ նրանք պիտի դա հասկանային, որտեղ նրանք շեշտը ուտելուց դնում են ոչ թե շնորհքի վրա, այլ նրանք շեշտը դնում են կերակուրի վրա։ Շեղվել էին նպատակից։ Սա է ասում առաքյալը, ասում է, որ լավ է սիրտը հաստատվի շնորհքով, ոչ թե կերակուրներով, որտեղ նրանք, երբ որ սկսեցին կերակուրների վրա շեշտ դնել, նրանք որևէ արդյունքի չհասան։ Ուրեմն ի սկզբանե այդ զոհաբերությունները, որ արվում էր, դրա ետևում 5 տակարանում շնորհք է եղել։ Փաստորեն, լսեք ինչ եմ ասում։ Բեթեսդայի ավազանը, հիշում եք, գրված է, ջրերը խառնվում էին ժամանակ առ ժամանակ, հիվանդներ կային լցված այդ ավազանի շուրջը։ Եվ ով որ ջրերը խառնվելուց առաջին իրան գցում էր ջուրը, նա բժշկվում էր, ինչ հիվանդություն էլ որ ունենար։ Այդ է ասում ասո խոսքը։ Բայց այդ ջրերը իրենք իրենցից չէին խառնվում, ջրերը խառնող կար։ Այդ խառնողին նրանք չէին տեսնում։ Խառնողը հրեշտակն էր։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մեկ ուրիշ տեղ։ Առաքյալն ասում է այն գավաթը, որ դուք խմում եք, դևերի բաժակը, որտեղ քրիստոնյաները բացի նրանից, որ եկեղեցի էին գալիս, նաև գնում էին հեթանոսների պաշտամունքին էին մասնակցում, հետևաբար ծեսերին մասնակցում էին, այդ գավաթը վերցնում էին հեթանոսած եւ հաղորդ էին, խմում էին դրանից, թե արյուն լիներ, թե ինչ որ բան լիներ։ Եվ առաքյալն ասում է դուք չեք կարող համ դևերի բաժակին հաղորդ լինեք, չհասկացա, փաստորեն բաժակը վերցնելով բաժակի ետևում դևեր կան։ Սա է ասում առաքյալը, դիվական ներգործություն կա եւ չեք կարող տիրոջ բաժակը խմել, տիրոջ բաժակը վերցնելուց էլ Տերն է բաժակի ետևում։ Հասկանում եք ինչ եմ ասում։
նյութականի ետևում կա անձնավորություն։ Աստվածաշունչը գիրք է միայն, բայց սրա ետևում Սուրբ Հոգին է։ Անձ կա, երբ որ դու ընթերցում ես, հետևում անձ կա, Սուրբ Հոգին է։ Հասկացաք, ուրեմն կերակուրը, որ ուտում էին, դրա ետևում շնորհք կար։ Եվ նրանք այդ շնորհքին հաղորդ չէին, որտեղ շեշտը ոչ թե շնորհքի վրա էին դրել, այլ կերակուրի վրա էին դրել։ Լավ, ինչի բերեց դա։ Գրված է, որ տենց էլ արդյունքի չհասան։ Կերան, շեշտը դրած ուտելու վրա։ Կան նաև հավատացյալներ, որ նույնպես նպատակը նյութականի վրա է։ Կան եկեղեցիներ նույնպես հոգևորը թողած նյութականի վրա են գնում։ Մեծ ցավով եմ ասում, մեր առաքելական եկեղեցին, որ հասել է այսօրվան, դա նրա հետևանքն է, որ հոգևորը թողած, շնորհքը թողած, հիմնականում նյութականի վրա են գնացել։ Եվ դա մի օր պիտի պայթի։ Այդ փուչիկը մի օր պիտի պայթի։ Սա է ասում առաքյալը։ Հիսուսի ժամանակ, իդեպ քահանաները այն ժամանակ սադուկեցիներն էին։ Դարերի մեջ հազարավոր տարիներ որքան են շեղվել նրանք, որ Հիսուսի ժամանակ քահանաները, իդեմս նրանց քահանայապետի, գիտեք ուր էին հասել, նրանք մեռելների հարությանը չէին հավատում։ Քահանան, որ պետք է մարդկանց սովորեցնի, որ կա հավիտենական կյանք, Աստված կա, մարդը մեռելուց հետո պետք է գնա Աստծո մոտ, կամ եթե չընդունի Աստծուն, դժոխք պիտի գնա, նրանք չէին հավատում մեռելների հարությանը։ Դուք պատկերացնում եք, բայց ուտում էին, ուտելուց ախորժակները տեղն էր։ Լավ ուտում էին, միսը հաց ուտում էին, բայց հոգևոր առումով որքան են շեղված, որ չէին հավատում հավիտենական կյանքին։ Չեն հավատում, որ կա հրեշտակ, չեն հավատում, որ կա հոգի, որ մարդը հոգի է, եթե չկա հոգի, ուրեմն Սուրբ Հոգի էլ չկա, անձ որպես այդպեսի չկա։ Դուք հասկանում եք, որքան են շեղվել բուն նպատակից։ Սա է ասում, կերան, բայց արդյունք չտվեց։ Թեև նրանք սեղան ունեին, որ միայն նրանց համար էր այդ սեղանը, այդ սեղանից միայն նրանք իշխանություն ունեին ուտելու։ Որևէ մեկը արտոնյալ չէր, իշխանություն չուներ այդ սեղանից ուտելու։ Պատկերացնում եք Աստված ինչ շնորհք էր արել նրանց, անշնորհքներին, բայց ինչ շնորհք էր արել նրանց, որ այդ շնորհքի հետ հաղորդ լինեն, բայց նրանք այդպես էլ հաղորդ չեղան։ Հիմա ուզում եմ այս պատմությունը այստեղ թողնել եւ հետ գնալ դեպի անապատը, երբ որ Իսրայել ժողովուրդը 400 տարի գերությունից հետո Աստված հրաշագործ կերպով Իսրայելին հանեց Եգիպտոսից, 10 պատուհասներով պատժեց Եգիպտոսին եւ Իսրայել ժողովրդին բերեց անապատ։ Հիշում եք այդ պատմությունը։ Հիշում եք փարավոնի առաջ, երբ որ Մովսեսը կանգնած էր, ինչ ասեց փարավոնին Մովսեսը։ Ասեց. ես Եհովայի անունով եմ եկել։ Քեզ ասում եմ, սա Եհովայի խոսքերն են, Աստծո խոսքերն են։ Բաց թող իմ ժողովուրդը, մենք 3 օրվա ճանապարհ պիտի գնանք։ Մեր Աստված մեզ ժամադրել է։ Մենք պիտի գնանք հանդիպման։ Ժամադրված ենք, 3 օրից պիտի գնանք այնտեղ, դեպի Սինա լեռը, Աստծո Քորեբ լեռը։ Աստված մեզ ժամադրել եւ կանչել է, պիտի գնանք։ Փարավոնն ասում էր, այն մարդ ինչ Աստված, ինչ բան, բարկանում էր, չէր համարձակվում, չէր թողնում, հանդգնում էր, բայց Աստված հրաշագործ կերպով նրանց այդտեղից հանեց, ինչպես որ խոստացել էր։ Ես մտածում եմ այսպես. Իսրայել ժողովուրդը 12 ցեղերից միայն մի ցեղն էր քահանայական սերունդ։ Հիշում եք, որ ցեղներ? Ղևի ցեղը։ Օրինակ, եթե ես Ղևի ցեղից չլինեի, ես կարող եմ տրտնջալ եւ գուցե իրավունք ունեի տրտնջալու, ասելու. Տեր Աստված, ինչու է Ղևի ցեղը արտոնյալ։ Ինչու այդ ցեղը պիտի բացառիկ լինի, իսկ մնացած ցեղերս պիտի ուղղակի մենք նեղություն քաշենք, դժվարություն, բայց սրանց դու հատուկ պահես, հատուկ օրհնես, մենք աշխատենք, սրանք ուտեն, մենք գանք սրանց մոտ, այսինքն շատերը կուզեին, որ իրենք էլ ղևտացի լինեին քահանայական ծառայության մեջ, բայց միայն մեկ ցեղի էր արտոնված։ Ինձ մոտ հարց է առաջանում, իսկ ինչու մյուս ցեղերին արտակ եղբայր, Աստված չկամեցավ բոլորն էլ լինեին քահանաներ։ Իրանք ծառայեն, ինչու մեկին։ Այս հարցումներով ես եկա դեպի Քորեբ լեռը։ 3 օր հետո Իսրայել ժողովրդին
Աստված զարմանալի կերպով կարմիր ծովը ճեղքեց եւ այլն եւ բերեց Քորեբսարը։ Եկավ ժողովուրդը Աստծուն հանդիպելու։ Եվ հիմա ուշադրություն դարձեք, ինչ է տեղի ունենում։ Ես ուզում եմ ընթերցել։ Ելից գիրք 19:3-8։ Եվ Մովսեսը վեր գնաց Աստծո մոտ։ Եհովան կանչեց նրան սարն ասելով. Այսպես ասիր Հակոբի տանը եւ իմացրու Իսրայելի որդիներին. դուք տեսաք ինչ որ արի եգիպտացիներին եւ ձեզ արծվի թևերի վրա տարի ինձ մոտ բերեցի։ Տեսաք, արծվի թևերով ես բերեցի ինձ մոտ եւ պատժեցի եգիպտացիներին։ Եվ հիմա եթե իրավ իմ ձայնը լսեք եւ իմ ուխտը պահեք, այն ժամանակ դուք ինձ համար սեփական ժողովուրդ կլինեք ամեն ազգերից, որտեւ իմն է բոլոր երկիրը եւ դուք ինձ համար ուշադրություն դարձեք։ Դուք ինձ համար քահանաների թագավորություն եւ սուրբ ազգ կլինեք։ Աստված Մովսեսին կանչում է Սինա լեռը։ Ժողովուրդը ներքևում է։ Մովսես բարձացիր։ Հիմա լսի, ես խեմ կանչել ձեզ։ Դու գնասը։ Գնում ես, ժողովրդին ասում ես. տեսակ ես ձեզ ոնց բերեցի, ես ասեցի, ես բերեցի։ Գիտեք ինչու եմ ձեզ բերել։ Ես ձեզ բերել եմ աշխարհում շատ ազգեր կան, հեթանոս ազգեր, բայց դուք ուզում եք որ իմ ընտրյալ ազգը լինեք։ Գնա ժողովրդին ասա, որ ձեզ ոչ թե միայն մի ցեղը, այլ բոլորիդ ամբողջ Իսրայելը ես ամբողջ Իսրայելին ուզում եմ քահանայական թագավորություն դարձնեմ բոլոր ազգերի մեջ աշխարհում ինչքան ազգ կա դուք լինեք քահանաների թագավորություն դուք դրանց մեջ միջնորդ լինեք իմ եւ այդ ժողովուրդների մեջ Սուրբ ազգ կլինեք սրանք են այն խոսքերը որ Իսրայելի որդիներին պետք է ասես Եվ Մովսեսը եկավ, ժողովրդի ծերերին կանչեց եւ նրանց առաջին դրավ այս բոլոր խոսքերը, որոնք Եհովան պատվիրել էր իրեն։ Մովսեսը իջավ կարծում եմ մեծ խանդավառությամբ, մեծ ուրախությամբ, այս ինչ պատիվ է մեր ազգին։ Մենք լինենք Աստծո քահանայական թագավորությունը ամբողջ երկրի վրա, բոլոր իսրայելացիները։ Աստված ուզում է որ բոլորը, աչառություն չի անում, բոլորը լինեն։ Եվ իջնելով ուրախությամբ հավաքում է ծերերին եւ ասում է Եհովան ինձ սա է ասել հավաքեք ժողովրդին հիմա ժողովրդից հարցնենք ժողովրդը ինչ է ասում եւ բոլոր ժողովուրդը միասին պատասխանեցին եւ ասեցին Եհովայի բոլոր ասածները կանենք պատկերացնում եք ժողովուրդը լսեց Եհովան ասում է դուք ուզում եք լինել իր քահանաները բոլորդ Ոնց պիտի ուրախանային, իհարկե ուզում ենք, գնա, Եհովային ասա, մենք բոլորս համաձայն ենք, ուզում ենք լինել, ասում ենք այո, Մովսեսը բարձրացավ վերև, ասեց Տեր, ժողովուրդը համաձայն է, բարի, համաձայն է, հիմա լսիր ինչ ես անում, իջնում ես, իրանց պատվիրում, 2 օր սրբվեն, մաքրվեն, լվացվեն, 3-րդ օրը իմ արջև դուրս գան սարի տակ հենց ես պիտի գամ սարի վրա եւ ձեզ հետ խոսեմ ես ձեզ պիտի հաստատեմ քահանաներ արարողություն կա պահ կա ես պիտի իշտեմ եւ հաստատեմ այդ օր որ դուք քահանաներ եք բայց լսիր բոլոր ժողովրդին ասա որ ոչ մեկը մինչև իմ հրամանը սարին չմոտենա Ոչ անասուն, ոչ մարդ, եթե որևէ մեկը մոտեցավ սահմանին, սարի հետ հատվածին, պիտի քարկոծվի կամ սպանվի, կամ նետահարվի, ոչ մեկը չմոտենակ, մինչև այն պահը, հենց որ փողի ձայնը հնչեց, այսինքն գուցե Աստծո հրեշտակը երկնքից, կամ Աստված, միած ձայն անելու, էդի նմանա փողի ձայնին, հզոր ձայնը, հենց որ լսեք, այդ ժամին բոլորդ կբարձրանաք սարը Երկու տեղ խոսում է որ բոլորդ Ելից 5:5-ում երկրորդ օրինաց 5:5-ում ասում է դուք վախի պատճառով վեր չելաք սարը դուք եւ Ելից 19:13-ում ասում է փողի ձայնը հնչելիս նրանք բոլորը բարձրանան սարը երկու տեղ ունենք որ բոլորը բարձրանան սարը ժողովուրդը պատրաստվեց երկրորդ սրբվեցին լվացվեցին երրորդ օրը Ուզում եմ ուղղակի երևակայությանը զարկ տալ, հանկարծ ամբողջ երկիրը սկսեց դղրդալ։ Պատկերացնում եք վրաների մեջ ցնցվում է,
Վախից դուրս են թռնում, նայում ինչ է կատարվում։ Ամբողջ տարածքը ցնցվում է, շարժում է երկրաշարժի պես։ Վախեցած նայում են սարին, սարը դղրդում է։ Որ պատկերացեք ինչ տեսարան ա եղել։ Մեզ մոտ Հայաստան մեզ մոտ եթե երկրաշարժ ախփում, վախեցած ժողովուրդ են։ Բոլորը իջնում են, մանուկ միջև մեծ, փախնում են դուրս։ Վախ է, սարսափելի ամբողջ տարածքը։ Հերիք չի, ամպը մեկը աստիճանաբար իջնում է Սինա լեռան գագաթին ու կայծակ, որոտմունք սկսում է խփել, ցայներ, աղաղակներ, այս ժողովուրդը վախից պատկերացեք վիճակը։ Մովսեսը ասում է պատրաստվեք, վախի մեջ պատրաստվեք, որ հեսա պիտի մոտենանք սարին։ Գիտեք ժողովուրդը ինչ ասում։ Ժողովուրդը գալիս են, ասում են մենք չենք ուզում գանք։ Մենք վախենում ենք, ախպեր։ Գնա դու խոսա, որտեղ մենք վախենում ենք, կարող գնանք մեռնենք։ Ավելավա դու գնաս մեռնես, ինչ լինում է քեզ հետ լինի, դու գնա։ Խոսա, ինչ կասյանի մեզ ասա, փոշմանել ենք։ Մենք այնպես վախեցանք։ Ժողովուրդ ջան, Եբրայեցիս թղթի հեղինակը 12:21-ում գիտեք ինչ է ասում։ Ներկայացնում է, որ Մովսեսը ասում է այդ տեսարանից, որ վախենում եմ ու սարսափում եմ այդ տեսարանից։ Մովսեսը որպես մարդ ինքն էլ է սարսափել, ժողովուրդ ջան։ Միայն ժողովուրդը չի վախեցել։ Մովսեսը վախենում, դողում, սարսափում է, բայց իր հեճուկս, իր վախերի սարսափների ինքը բարձրացավ Տիրոջ ներկայության մեջ։ Բայց սրանք վախենալով, Մովսեսը իրանց նման մարդ էր, վախենալով իրենք նահանջեցին։ Իրենք նահանջ ապրեցին, իրենց խոստումը չկատարեցին, խոստացան ու չկատարեցին։ Մենք ինքներս ինչպես ենք վարվում։ Հիշեք այն օրերը, երբ որ նոր խանդավառության Տիրոջն եք եկել, ինչ խոստումներ եք տալիս։ Ինչ սիրո խոստովանություններ եք անում Տիրոջը։ Արդյոք դրա մեջ եք այսօր։ Արդյոք բարձրանում եք նրա սարը, թե նույնպես նահանջ եք ապրում։ Լավ, ժողովրդին թողենք ներքևում, ժողովուրդը նախընտրեց մնալ ավազի վրա։ Մովսեսը նախընտրեց ժայռը բարձրանալ։ Դժվար էր։ Ես կարող եմ երևակայել, բարձրացավ դեպի սարը, մտավ այն գագաթը, որտեղ որոտմունք էր ու կայծակ ու մեկը պատել էր։ Մտավ Աստծո ներկայության մեջ, վախենում էր ու դողում էր, բայց ինչ որ ուժ ձգում էր, թե մեռնել, նրա մեջ մեռնել, թե ձուլվել, նրա հետ ձուլվել, թե ապրել, նրա հետ ապրել։ Լսում եք ինչ եմ ասում։ Այդ վախը արհամարեց, բայց այդ վախը եկավ, որպեսզի սուրբ անի, որտեղ Աստծո վախը սուրբ է։ Աստծո վախը չի ստորացնում, ի հեճուկը սատանայի։ Աստծո վախը չի ոչնչացնում, չի անարգում։ Աստծո վախը սուրբ է։ Աստծո վախը ունեցողը մեղքից հեռու է մնում, որտեղ վախենում է Աստծուց։ Ուզում եմ մի թեթև երևակայել, կարծում եմ չեմ մեղանչի։ Երբ որ բարձրացել էր լեռը, ժողովուրդը ներքև իրանց լավ են զգում, բայց ինքը պատասխանատու տեղում էր Աստծո ներկայության մեջ։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ Աստված 10 պատվիրանները գրեց։ Գրեց ժայռի վրա, եւ Մովսեսը տեսնում էր իր մատով գրում է 10 պատվիրանները։ Քո Տեր Աստվածը պաշտես, կուր չշինես, որևէ պատկերի չերկրպակես, չէ՞։ Քո Տեր Աստվածը զուգտեղը շուրթերի չվերցնես, շաբաթը պայս սրբես, պատվիր քոնու մոր եւ այսպես 10 պատվիրանները գրվեց քարի տախտակների վրա։ Եվ տրվեց Մովսեսին, եւ Մովսեսը այդ քարի տախտակները իջեցրեց դեպի ներքև։ Ինձ մոտ որպես հավատացյալ հարց է առաջանում. ինչու քարի տախտակների վրա։ Ինչու։ Կամ երբ որ գրվեց քարի տախտակների վրա, դրանից քարը փոխվեց, Աստծո օրենքները գրվեց։ Տիեզերքի առաջի օրենքները քարի վրա գրվեց։ Այդ քարը դրանից ոսկի չդարավ, գրված չէ որ ոսկի դարավ։ Կամ ադամանտ, կամ քարը իր որակը չփոխեց։ Քարը մնաց քար, բայց Աստծո օրենքներն էր գրված քարի վրա։ Ինձ մոտ հարց. Տեր, լավ չէր այդ օրենքները մարդու մեջ գրվեր, էլի, ինչի քարի վրա։ Ինչու քարի վրա պետք է գրվեր։ Որովհետև այդ քարը խորհրդապատկերում է նրանց անհավատ սրտերը։ Կորինթացիս թղթում Պողոս առաքյալն ասում է, որ դուք նրա թուղթն եք,
Դուք հավատացյալը նոր կտակարենան, դուք նրա թուղթն եք, Աստծո թուղթն եք, գրված ոչ թե թանակով, այլ նրա Սուրբ Հոգով, գրված ոչ թե քարի տախտակների վրա, այլ մարմնեղեն տախտակների վրա։ Ի սկզբանե ճիշտը մարմնի վրա գրելն է, սրտի վրա գրելն է, եւ ոչ թե քարի վրա։ Եվ Կորինթացիս տեղնակն ասում է, այն որ գրվեց քարի վրա, դա լավ չէր, որտեղ հիմա որ գրվել է, ձեր սրտերի վրա է գրվել։ Ուրեմն ի սկզբանե Աստծո կամքը քարը չի եղել, սիրտն ա եղել մարդու։ Եթե նրանք բարձրանային սարը, ինչ տեղի կունենար այդ օրը։ 3 միլիոն մարդ, ես չեմ ասում գագաթին կարող էին հասնել, բայց փեշերով գային, վերևից պիտի յուղը հոսեր դեպի փեշերը։ Եթե գային այդտեղ, նրանց սրտերի վրա Տեր ուզում էր այդ օրը դաջեր, բայց որովհետև իրենց սրտերը քարացրին, ասեց վերցեք իմ օրենքները քարի տախտակի վրա եւ տարեք։ Այդ քարի տախտակները դրվեց տապանակի մեջ։ Երկար դարեր ման էին ածում այդ պատվիրաները։ Դից էլ չէին հասկանում իմաստը որն է դրա։ Մովսեսը լեռան վրա էր, դեռ մնանք լեռան վրա։ Աստծո խոսքն ասում է, երբ որ Մովսեսը լեռան վրայից իջավ, նա փոխված էր, նա լուսավորված էր, եւ այնպես էր լուսավորված, որ երեսը փայլում էր, արեգակի պես, լույսի պես ճառակում փայլում էր։ Ինձ մոտ հարց է առաջանում, որպես հավատացյալ։ Կարծում եմ տրամաբանությունը ձեզ պիտի բոլորի տանի, որտեղ նորմալ տրամաբանություն եմ ասելու ձեզ։ Հետաքրքիր է, այդ որ լուսավորվեց նրա մաշկը, մենակ դուրսը լուսավորվեց, թե մի բան է տեղի ունեցել ներսում, դրսից դեպի ներսը, թե ներսից դեպի դուրսը։ Տեր Հիսուսը հանդիմանում էր փարիսեցիներին, ասում էր, որ առաջինը Աստված արմատականության Աստվածը, երբ որ նա գալիս է մարդու կյանքի մեջ, ներսն է մաքրում, որ դուրսը մաքուր լինի։ Նա ներսից է սկսում, ոչ թե դրսից։ Փարիսեցիներն ասում են դրսից եթե մաքրվենք, լվացվենք մաքուր կլինենք, ասում են չէ, դա սխալ է։ Նախ ներսը պիտի մաքուր լինի, որ դուրսը մաքուր լինի։ Հիսուսն ասում էր մարմնի ճրակը դա աչքերն են։ Մենք որ իրար հետ խոսում ենք, ընդհանրապես ուշադրություն դարձել եք, ասենք ինձ օրինակ արտակը կանչի։ Արտակը կանչում է, ես իր աչքերին եմ նայում անմիջապես։ Հիմնականում մենք իրար ոտերի չենք նայում։ Դուք նկատել եք խոսալուց միշտ աչքերի մեջ ենք իրար նայում։ Զարմանալի ենք մենք, զարմանալի ստեղծագործություն ենք մենք։ Մենք միշտ աչքերով ենք հաղորդակցվում։ Դրա համար ասում եմ մարմնի ճրակը աչքն է։ Մարդու աչքը եթե լուսավոր է, իր ամբողջ ներսը լուսավոր է։ Նշանակում է այդ լուսավորությունը, որ դու տեսնում ես, ներսն է լուսավոր եղել, դրա համար աչքերը լուսավոր։ Հասկացաք ինչ նախնդիրը։ Եթե խավար է աչքերը, ապա որչափ խավար կլինի նա ներսում։ Եվ հիմա, եթե նա փայլում է արտակտապես, ապա հետաքրքիր է ներսը ինչ է եղել։ Հաջորդ հարցը, այդ ինչ լույս էր, որ ժողովուրդ։ Այդ պրոժեկտորի լույս էր վրան վառվել, ֆոսֆորային, որ ինքը լույս էր տալիս։ Իսկ կարող է այդ լույսը անձնավորություն լինի։ Ինքը հայտնություն ստացած լինի սարի վրա, անձնավորության հայտնություն, եւ այդ անձնավորությունը իր ներսը լուսավորած լինի, հնարավոր է անձի հայտնություն է ստացել։ Օրինակ, Հիսուսն ասեց. ես եմ աշխարհի լույսը։ Եթե այդ օրը 3 միլիոն մարդ բարձրանար սարը, 3 միլիոն էլ մոտենար Տիրոջը, ոչ միայն Մովսեսը լույս կլիներ, այդ բոլորը կլուսավորվեին այդ հայտնությամբ։ Եվ պատկերացնում եք 3 միլիոն մարդ լույս մտնում են Քանանու երկիրը։ Այդ ժողովրդի վիճակը պատկերացրեք։ Ամենը կլուսավորվեն։ Աստված լույսը վառում է սարի վրա դնելու, որ ամբողջ շրջապատը լուսավորի բարձր տեղ դնելու համար։ Աստված այդ օրերի մեջ լուրջ բաներ էր ուզում անել ժողովրդի կյանքում եւ աշխարհի իրադարձությունը կարող էր կտրուկ փոխվել։ Բայց ժողովրդի անհավատության պատճառով չեղավ դա։ Օրինակ ինչ է ասում Աստծո խոսքը։ Ասում է Եբրայեցիս թղթեղինակը, որ Հիսուս Քրիստոսը Աստծո լույսի ակնհայտ դրսևորումն է, փառքի
նկարագիրն է։ Աստծո լույսը ունի նկարագիր։ Աստծո լույսը ունի պատկեր։ Աստծո լույսը անձնավորություն է, փաստորեն։ Հիսուսը այդ անձնավորությունն է։ Որտեւ երբ որ Աստված ասեց լույս լինի, Առաքյալն ասում է Ծննդոց գրքի ասած լույսը հիշում եք, գրված է լույս լինի։ Այնա գրված է եւ լույս եղավ, բայց Պողոս ասում է, գիտեք դա ինչ տեղի ունեցավ։ Երբ որ Աստված ասեց լույս լինի, Քրիստոսը մեր մեջ հայտնվեց իր պատկերով։ Աստծո լույսը անձ է, դա Քրիստոսն է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Քրիստոսը Աստծո պատկերն է եւ լույսով հայտնվեց։ Հիմա այս իմաստով թանկագիներ, ես ուզում եմ ասել հետեւյալը, որ Քրիստոսը, ես կարծում եմ հայտնություն ունեցավ Մովսեսը սարի վրա, որովհետեւ հետագայում նոր կտակարանում հիշում եք, երբ որ Մովսեսը Տեր Հիսուսը լեռան վրա էր աշակերտների հետ, այլակերպության լեռան վրա, Քրիստոսը այնտեղ էլ լուսավորվեց։ Եվ այդ ժամանակ Մովսեսը իջավ եւ Եղիան, հիշում եք։ Հələ Եղիան մի կողմ գրված է եւ երկուսով Մովսեսն ու Եղիան, գիտեք ինչ էին խոսում։ Հիսուսի հետ խոսում էին, թե ինչպես նա պիտի գնա Երուսաղեմ եւ խաչվի։ Չեմ կարծում քաջալերում էր, վայ Տեր Հիսուս, հանգարտ ճանապարհին չկոտրվես։ Վայ գնաս այդ հարցը կլուծես։ Արի զորացնենք ես, չէ, դա այդ իմաստով չէ։ Այլ գուցե ասում են, վերջապես հասավ այդ պանցալի հորը։ Վերջապես հասավ դարերի մեջ սպասված այդ օրը, որ այսօր սատանային խավարին պիտի հաղթես, այս օրերի մեջ եւ մեծ փրկություն պիտի բերես։ Հարց. այդ փրկության մասի որ խոսում էր Մովսեսը, որտեղից գիտեր։ Երկին գնաց նոր իմացավ, թե ի սկզբանե կարող էր իմանալ։ Լեռան վրա։ Այդ հայտությունը որտեղից էր ստացել, որ Քրիստոս պետք է խաչվեր։ Այդ հայտությունը կամ Եբրայեցիս տեղինակն ասում է, Մովսեսը ավելի հարկ համարեց Քրիստոսի չարչարանքը, քան եգիպտական գանձերը։ Ես հարցնեմ առաքյալին, ստեղ ի՞նչ կապ ունի Քրիստոսը։ Նա ի՞նչ կապ ուներ Քրիստոսի հետ։ Ինչ ես Բաղդադում Քրիստոսին Մովսեսի հետ։ Իսկ գուցե Մովսեսը հայտություն է ունեցել։ Իսկ այն Մովսեսը, երբ որ Աստծուն ասեց, ուզում եմ քեզ տեսնել, ասես չես կարա, կմեռնես։ Լավ, միտեղ կթաքցնեմ, ես կգնամ, դու իմ հետևից կտեսնես։ Եթե Աբրահամը, Հիսուսն ասեց, իմ օրերից մի օրը տեսավ, Հիսուսի օրը տեսել Աբրահամը, ինչ խնդիր կար, որ Մովսեսը չտեսներ Քրիստոսի օրը, այդ հայտությունը չունենար։ Մովսեսը նախապես ասեց. ձեր Տեր Աստվածը իմ նման մարգարե է հանելու ձեր մեջ, խոսում էր Հիսուսի մասին։ Կարծում եք Մովսեսը Քրիստոսի հայտությունը չուներ, այլ լույսը, որ լուսավորվեց լեռան վրա, այն հայտությունը, որ լեռան վրա ստացավ, կարծում եք դա Քրիստոսի հայտությունը չէր։ Հալելույա։ Այո, ես հիշում եմ, որ հիմա ֆոտոապարատ կա, չէ՞ ստեղ։ Հիմա ո՞նց է այդ, մի քիչ ես գավառական տղա եմ, էլի, դրա մեջ պլյոնկա է լինում, թե ժամանակակից չիպերով, լավ։ Մեր ժամանակ տենց չէր։ 30 քանի կոդակ պլյոնկաներ էր, հիշում եք։ Ուրեմն ինքը ո՞նց էին նկարում իրան։ Վերցնում էիր մի հոգի ասում է բանը, արտասման ինչ-որ տեղա գնացել, այդ 36 կադրերը ինչ էր պլյոնկան դրելա մեջը սիրուն ու բոլորը նկարելա։ Ինչ ասես այդ մի 30 քանի նկար արելա, սիրով ուրախացած եկելա իր այդ բանը հյուրանոց։ Վերջում փոշմանելա վատ ազգացել, որտեղ մոռացել է այդ կափարիչը հանի։ Այդ 30 քանի կադրը վերացավ տես գնաց։ Կափարիչը մոռացել է, բացի որ նոր նկարի։ Ուրեմն ինչ է կատարվում։ Պատկերացրեք, որ այդ պլյոնկան, որ կա մեջը, իր վրա էլ մի հատ լույս էր, ֆիքսատոր, հիշում եք, խփում էր սպիչկա էր խփում։ Որովհետև որ օրինակ ուզում եմ արտակի նկարեմ, արտակը ստեղա։ Ուզում եմ արտակի պատկերը բերեմ պլյոնկային խփեմ։ Ճիշտ է թե չէ։ Պետք է լույս, սպիչկա։ Հենց որ այդ սպիչկան խփում էր, բացվում էր այստեղ, մեկի արտակը հոպ մտնում էր պլյոնկայի վրա։ Հիշում եք տենց էր։ Հիմա Էսի այնա, որ երբ որ Աստված ասեց լույս լինի, հասկացեք, լույսը պատկեր բերեց։ Քրիստոս մեր սրտերի մեջ։ Մեր սրտերը կարծես այդ պլյոնկան է,
վրաս քաշեց իր մեջ։ Այդ լույսը հենց այնպեսի լույս չի, այդ լույսը պատկեր անձնավորությունն է։ Եվ պատկերացեք այդ 36 կադրերը բացում ենք, հերթով բոլորը Հիսուս, 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 սիրտը բացել է, բլոն կան Հիսուս, 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 բայց կան սրտեր, որոնց կապարիչը փակ է։ Հա նկարում են, բացում են սաղ սևացած։ Ոչ մի պատկեր չի քաշել իր մեջ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Որքան պետք է ուշադիր լինենք այս առումով։ Հարազատներ, եւ վերջում ուզում եմ մի քանի խոսք ասել, այստեղ ասում է, որ Եհովան պատվիրեց իր ժողովրդին, որ, ասիկա Տերը հենց ի սկզբանե ուզում էր բնակվել նրանց մեջ, բայց նրանք մերժեցին, որովհետև նրանք մերժեցին, Եբրայեցիս թղթեղինակն ասում է, Աստված միթե Աստծո հավատքը խափանեց։ Մեկը կասի, վերջ, քաշվեց, Աստված չկարողացավ իր գործ անի, այս ինչ խայտարակ վիճակ էր, որոշեց ցանց քահանաներ անի, անհավատության պատճառով Աստծո ամբողջ գործը խախտվեց։ Եթե ասում է Աստծո խոսքը, Իսրայելը որպես թզենի էր, բնական թզենի էր, ծառ, բնական, բայց չմնացին հավատքի մեջ։ Որտեւ չմնացին, այդ արմատը Քրիստոսն է ծառի, բայց սրանք ճյուղեն են։ Հիսուսը վերցեց, Աստված վերցեց, ճեղերը կտրեց, իրենց անհավատության պատճառ մի կողմ դրեց, բայց մեզ, որ մենք վայրի ձիթենի էինք, վայրի հեթանոսներ էինք, մեզ վերցրեց, տարբեր ազգերից, բերեց եւ այդ արմատին հաղորդ արեց, պատվաստեց։ Եվ մենք հաղորդ եղանք այդ օրհնությանը։ Այս առումով զարմանալի բան ասեմ, Աստված որոշեց իր ծրագիրը իրականացնի եւ նույն կերպ ունենա քահանայական թագավորություն, բայց արդեն ամեն ազգերից պիտի կանչի, ամեն ժողովուրդներից հավաքում ինքը։ Եվ ինչպես Աստծո խոսքն է ասում, եւ թագավորական քահանայություն, բայց մեծ հաշվով մենք դարձել ենք քահանաներ այսօր։ Աստված մեզ դրել է որպես քահանաներ։ Ամեն։ Նրանց անհավատությունը չխափանեց Աստծո հավատքը։ Նրանց անհավատությունը պատճառ եղավ, որ մենք հավատանք, որ մենք մոտենանք այդ օրհնյալ սեղանին։ Դրա համար Եբրայեցիս թղթեղինակն ասում է, այն ժամանակ նրանք սեղան ունեին, չգնահատեցին, անշնորհք եղան, շնորհքին հաղորդ եղան, բայց այսօր մենք էլ սեղան ունենք, որ նրանք իշխանություն չունեն մեր սեղանից օգտվելու։ Մենք սեղան ունենք եւ ամեն անգամ հաղորդության ժամանակ ուշադիր լսեք, այս սեղանը որ դրված է լինում ստեղ, հացը վրան եւ գինին, սա այն սեղանն է եղել նրանց, որտեղ զոհերի արյունը եւ առաջավորության հացը կերան, շնորհքին հաղորդ եղան, շեշտը դրել են նյութականի վրա, բայց ասում է այդպես չվարվեք, այս սեղանը այլևս մենա, նրանց արգելեց Տերը իրենց անհավատության համար, չլինի մենք էլ անհավատ լինենք, եթե նրանց կտրեց, մեզ էլ կարա կտրի։ Ուրեմն մենք սեղան ունենք այսօր, ինչ հրաշալի է, շատերը կնախանձեին ասել, «Խի այդ մենք այդ սեղանից չենք կարող հաղորդակցվենք»։ Տեր ասված, ինչու մենք Եգիպտացիները, հիմա ասում է դուք մենք ունենք այդ օրհնության սեղանը։ Այդ սեղանը գիտեք ինչքան զորավոր է։ Մի երկու բան ասեմ, որ դուք պատկերացեք այդ սեղանի հետևում, կերակուրների հետևում զորություն կա։ Եղիան ուզում էր մեռներ, հիշում եք։ Հեզաբելը երեսից փախնում էր, Մարգարին կանգարեսից փախնում էր։ Փախավ գնաց մի հատ անապատոտ տեղ, ուզում էր գնալ Աստծո մոտ բողոքեր։ Ինքը, որովհետև համարվում էր բողոքական եկեղեցիների կարկառու ներկայացուցիչ, պիտի գնալ բողոքեր։ Գնամ ասեմ, ես մենակ եմ մնացել։ Գնաց հասկացավ այ մարդը մի 40 ճանապարհ կա, ասեց չեմ ցքի, մեռնեմ։ Գնաց մի ծառի տակ պարկեց, ասեց մեռնեմ, դե տես չեն մեռնում, ծառի տակ պարկերով չեն մեռնում։ Մտածեց կմեռնի։ Հոգնած պարկեց ու քնեց։ Այն թուն քնած ժամանակ Աստված ուղարկեց հրեշտակին եկավ ասեց վեր կաց։ Աչքերը բացեց, տեսավ մի քիչ ջուր է, մի կտորել հաց է։ Ասեց խմի, կերավ նորից քնեց, գուցե մտածեց երազա։ Մի հատ էլ բոթեց վեր կաց, երկար ճանապարհ է։ Էլի մի կտոր ջուր խմի, մի կտոր հաց։ Հացը հաց էր։ Հատուկ երկնքից բերված հաց չէր։ Ես այդպես եմ մտածում։ Այդ ջուրը գրածա ջուր էր։ Գրվաշի հատուկ հաց էր, կալորիականությունը հզոր։ Գրվաշի ջուրը երկնքի շատրվաներից էր բերված ջուր։ Խմեց ու վեր կացավ, ցկվեց 40 օր։ Գնաց ու գնաց։ Արա ոչ քնեց, ոչ կերավ։ 40 օր գնաց միջև Աստծուն հասավ։ Ժողովուրդ ջան, այդպես կերակուրաներ ինչքան փող հետ կգցեինք։ Ու տարիներով չուտեիր էլի։
Հայր մեր աղոթքը պիտի անենք մեր ամեն օրվա հացը այսօր դուր, արդեն պիտի ասենք տարին մեկ դուր, կամ 2 տարին մեկ։ Բայց սորություն կար։ Խնդիրը հացի մեջ չի, ասենք էդ ինչ ալուր էր տենաս, երկնքի արտերից էր, վերի արտից օրեներ։ Չէ, ուղղակի Աստված այդպես կամեցավ։ Կամ Ասորի Նեմանը, հիշում եք բորոտ էր։ Եկավ Մարգարեն ասեց գնա Հորդանանի ջրի մեջ մտիր 7 անգամ կբժշկվես, ված զգաց։ Ասեց կեղտո ջուր էս ինչ ասում։ Մեր ջրերը ավելի մաքուր են, աբանան փարփարը։ Էս ինչ կեղտո ջուր, ասեցին այ մարդ, մտի հելելի, բժշկվեց։ Հարց, ջուրն էր բժշկողը։ Այնքան հիվանդամտել, հիմա գնացեք մտեք չեք բժշկվի։ Խոսքը հետևը զորություն կա, հոգի կա ասացի հետևում։ Նյութական բաներ են անում, բայց հետևը զորություն կա։ Հովնաթանը, երբ որ տեսա փշտացիներից պարտվում են հերը դե պարկացել ծառի տակ քեֆ էր անում, քիչ էր մնացել։ Վերևից տեսավ իր կապարճակիրին ասեց, արա մեռնել։ Էս պարտված իշ, ավլավա գնանք դե կռվենք մեռնենք։ Տերը հաղթություն կտա, չէ կմեռնենք։ Երկու հոգովիչան փշտացիների բանակ, հիշում եք, ու կռվեցին։ Որ Տերը սկսեց իրանց հետ իրը, ջարդում էին բոլորին։ Այդ երկիրը սկսեց խարվել, վախը պատեց, հորն ասեցին ինչ որ մեզանից մարդա գնացել, տեսավ Հովնաթանը գնացել։ Ասես բերեք մի հատ բանը, ուխտի տապանակը բերեք բանը, եւ տապանակն էր, եթե չեմ սխալվում, թե ինչ որ բան պիտի հարցեր քանա, եփուդեր ինչ էր։ Հարցնենք Տիրոջը, մի խոսքով սկսեց այնտեղ ինչ որ բաներ անել, այնտեղ կոտորում էր։ Հետո գիտեք ինչ արեց այս մարդը, Սավուղը։ Ասեց հիմա լսեք, կռիվ ենք սկսում։ Կռիվ արդեն սկսվել է, վաղուց։ Գնում ենք կռիվ։ Ուրեմն լսեք ձեզ ինչ եմ ասում, երթվեք բոլորդ, երթում պիտի ուտեք բոլորդ։ Մինչև իրիկուն, ով որ մի կտոր հաց ուտի պիտի մեռնի, մինչև թշնամիներին չջարդենք։ Ինչ կապ ունի այդ պահին քո արածը։ Ինչ իմաստ ունի քո արածը։ Կամ կռիվը քեզնով է սկսվել։ Չէ՞ պիտի մի անհամ բան արվեր։ Այս ժողովրդի իջավսեցին կռիվը։ Հովնաթանը տեղյակ չէր, կռվեցին, արդեն փշտացի են, քիչ ամնացել, պիտի ասեն անտառի մի հատ հատվածում, հասան արդեն հոգնել են, հյուծվել են, առավոտից կռվում են, քիչ ամնացել, ուժ չկա, քիչ ամնացել, բայց ուժ չկա, մի քիչ որ հաց ուտեն, մի քիչ ուտեն, կհասնեն, հալածեն, մեկ էլ հանկարծ Հովնաթանը տեսնում է հատակին մեղր ծորում։ Մեղրը առուի նման գնում է։ Տենաս ինչ որ տակառներ է ջարդվել այնտեղ։ Մեղրի էլի, մեղրը ծորում ասեց, որ չտեսավ Հովնաթանը ոնց էր ուրախացել, հասկացավ որ Տերը ճիշտ ժամանակին օգնության ասավ։ Գավազանի ծայրով խփեց մեղրը հանեց, մի հատ կուլ տվեց, գրված է աչքերը բացվեց, ասիկը զորություն եկավ վրեն, մտածեց վերջ, հիմա տես ինչ ենք անելու թշնամիներին։ Իսկ սոված նայում են, ասեց տղեկ կերեք, ասի չի աղբեր։ Պապատ երթում ա տվել։ Չեն կարող ուտենք, ոնց, ասել ով որ ուտի անիծված լինի, ասել ենք անիծված լինի, երթվել ենք։ Հար ասեց հերս էս ինչ արել։ Սխալ արել։ Դավիթը կարող էր երգել 23 Սամոսում, ասեր Տերը իմ եւ իմ թշնամիների առջև մեջտեղը սեղանա պատրաստում, որ ուտեմ ու հաղթեմ։ Հովնաթանն էլ կարար երգեր, որտեղ այդ սեղանը Հովնաթանի համար էր պատրաստված։ Բայց Սավուղը չէր կարող այդ Սամոսը երգեր, դա իր երգը չէր։ Լսում եք ինչ եմ ասում։ Երբ որ հյուծված ես, այլևս ուժ չկա, կարողություն չկա, Աստված գիտի քեզ ոնց զոր ասի, որ ճանապարհին չմեռնես, չկորցվես, թե մտածում ես մեռնեմ ու պրծնեմ, չէ, նա քեզ ուժ կտա, որ հասնես իրեն։ Սեղան կբացի քեզ համար, սեղան։ Այդ է շնորհքը տեղա, շնորհ կա։ Սրանք մենակ այդ նյութական էին ուտում, նրա ետևում եղող անձնավորությունը ապաշնոր էին նրանք, շնորհքին հաղորդ չէին։ Ես մաղթում եմ ձեզ, այսուհետև երբ որ կմոտենաք հաղորդության սեղանին, ասեք, ինձ համար սեղան ես պատրաստել։ Այս կերակուրը հաց է, այո, հաց է։ Դաշտերից ինչ որ տեղից ալուրը հավաքած է, բանենարին ալուր են դարձել ծորենը, հաց է, սա էլ քինի է, որդատունքի բերք է, բայց սա հասարակ չի, սրա ետևում Տերն է։ Երբ որ սա ուտեմ, ես պիտի զորանամ, երբ որ շեշտը դնում ես մենք, թե գնամ լավ հաղորդություն արին, հա, խմեցին, գնացինք, դու ոչինչ չես առնի, հետև շնորհքին հաղորդ չես, բայց երբ որ դու մոտենում ես, եւ ասում ես, սա Քրիստոսի մարմինն է, սա Քրիստոսի արյան խորհուրդն է, եւ այդ սեղանում դու դրա հետևում Քրիստոսին ես տեսում, դա Հիսուսին է խորտապատկերում, Հիսուսին ես տեսում, շատ մարդիկ են եղել, որոնք հաղորդության պահին բժշկվել են, իրենց բոլոր հիվանդություններից, երբ որ
հյուծված են եղել, ասել են այլևս հաղթություն չկա, իսկ կորած մարդ եմ, ել ուժ ու կարողություն չունեմ, պարտված եմ։ Շատեր են եղել, կերել են, զորություն են առել մարգարեի նման։ Եվ գնացել ու չեն հոգնել, ու չեն վաստակել, արծվի պես թևեր են առել, ու Տերը զորություն ա տվել։ Մենք սեղան ունենք, որից իշխանություն չունեն օգտվել ուրիշները, բայց դու ունես։ Նրանք պիտի լինեին քահանական սերունդ, նրանք չկամեցան անհավատության պատճառով։ Օրտյալ է Տերը, որ մեզ անարժաններից ում անտրել, ով ենք մենք, այդ որ տոհմից ենք, որ ցեղից ենք, ով ենք մենք։ Դավիթ ասում էր, ով եմ ես իմ տունը, հորս տունը, որ ինձ բերիր թագավոր դրիր, հերիք չի ապագայի համար ինձ համար մարգարեություններ խոսեցիր։ Ով էր դու, բայց քեզ քահանա դրել։ Թագավորական քահանա, ամեն ազգերի վրա, ժողովուրդների վրա։ Դու պատկերացնում ես ինչ արել քեզ։ Ախ, շնորհակալ եմ, հալելույա։ Շնորհակալ եմ։ Եկեք ոտքի կանգնենք։ Հալելույա։ Բարի է Տերը եւ նրա ողորմությունը հավիտյան է։ Ես չեմ ուզում որ որպես մի քարոզ լիներ միայն սա, այլ շատ կուզեմ որ այսօր ձեր սրտերին դաչվի յուրաքանչյուր խոսքը Աստծո, ձեր սրտերի, ձեր հոգու մեջ փոփոխություն բերի, ձեր սիրտը քարչ դառնա։ Մարգարեն ասում էր, եւ կգա ժամանակ, որ ես քարեղեն սրտերը պիտի վերցնեմ եւ նրանց մսեղեն սրտեր պիտի տամ։ Նշանակում է Սամվել, քարեղեն սրտեր եղել նրանք։ Իմ ասածների վառապացույցը քարեղեն սրտերը պիտի ես փոխեմ եւ մարմնեղեն սրտեր։ Քարը չի կարող զգալ, քարը չի կարող արձագանքել, քարը չի կարող հասկանալ, քարը չի կարող վայելել, որտեվ քար է, բայց մսեղեն սիրտը ջուրազգայուն է, արձագանքող է, սիրող է։ Այսօր էլ մենք ունենք հավատացյալներ քարե սրտերով, բայց կան հավատացյալներ մսեղեն, ասուն արձագանքող սրտեր։ Եվ Աստված այդպիսի մարդկանց է փնտրում։ Եկեք փառք տանք Տիրոջը այն ամենի համար, որ արել է մեր կյանքում, գնահատենք, չնմանվենք նրանց անհավատության մեջ գնալով, այլ պատվենք, արժեքավորենք, որ մեզ տրված է այսօր։ Պին բռնենք, որ գողը մեզանից չի գողանա։ Մինչև նրա գալուստը։ Հալելույա։ Եկեք խոնարհվենք Տիրոջ առջև։ Եթե որևէ մեկը ինչ որ բան ունի Տիրոջն ասելու թող ասի։ Ունես մի քանի րոպեներ Տիրոջը կանչելու, խոսելու, սիրտդ բացելու, սիրտը ջրերի պես թափելու Տիրոջ առջև։ Շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք, որ մեզ այս մեծ պաշտոնին դրեցիր։ Մեզ, որ արժան չէինք, բայց արժանացրեցիր։ Մեզ մեծ պատվի մեջ դրեցիր։ Մեր արժևորտության սեղան ես բացել։ Շնորհակալ ենք, ով Տեր։ Այնպես արա, որ մենք ապաշնոր չլինենք, այնպես արա, որ մենք նահանջող չլինենք, դասալիկ չլինենք, Տեր Աստված խնդրում ենք, այլ հավատարիմ լինենք քեզ, ամենուր քեզ մեծ արելով, պատվելով, շնորհակալ ենք Հայր, քոնն է փառքը, քոնն է պատիվը, քոնն է մեծությունը, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, ասա շնորհակալ ես, Տիրոջից գոհություն հայտնիր, իրոք սիրտդ բացի գոհացիր, գոհության տոներն են, գոհացիր հիմա, այս սրա համար գոհացիր, ոչ միայն նյութականի քո բիզնեսի համար, փառք Տիրոջը, նյութականին չէ, հոգևորի համար, գոհացիր, 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 ասա փառք ես Տեր, ես շնորհակալ եմ, ես շնորհակալ եմ, ես շնորհակալ եմ, հալելույա։ Բարձրացնենք մեր ձեռքերը միասին, Տիրոջը օրհնենք, փառք տանք նրան։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Ինչքան հիանալի է, ինչքան հրաշալի է Աստծո խոսքը։ Գիտեք, տարիներ կարող ես ընթերցել, տարիներ կարող ես սնվել, տարբեր կերպերով, տարբեր քարոզիչների միջոցով, բայց զարմանալի սա է, որ Աստված անհատակ օվկիանոսի պես իր խոսքը մեր առջև է դրել եւ ամեն Աստծո մարդ գալիս է, կախված նրա շերեփի մեծությունից, տալիս է այդ օվկիանոսի մեջ, հանում լցնում է մեր բաժակների մեջ։ Ամեն։ Եվ մենք վայելում ենք Աստծո օրհնությունը։ Սիրելիս, եթե մինչ այսօր քո սիրտը դեռևս հանձնված չի Տիրոջը, դեռևս այդ լույսը չի արտացոլել Քրիստոսը քո կյանքի մեջ, ուրեմն ճիշտ ժամանակն է հիմա, որ քո որոշումը բերես Տիրոջ առաջ։ Եթե դեռևս, գիտեք, ես միշտ այս բանի մեջ համոզված եմ եղել եւ մինչ օրս էլ կամ եւ կմնամ այդպես։ Մենք շատ բաներ մեր կյանքի մեջ իրավունքով ենք թույլ տալի, որ նրանք գան մեր մեջ։ Իրավունք ենք տալիս, որ թշնամին այս կամ այն ճանապարհով գա մեր մեջ, բայց հիմա պետք է հասկանանք, Հիսուսը անկոչ հյուր չէ։
Նրան պետք է գիտակցաբար ասել Տեր, ես հրավիրում եմ քեզ իմ կյանքի մեջ։ Նա պետք է այդ իրավունքը քեզանից ստանա, որ գա քո սրտի մեջ, գա քո կյանքի մեջ։ Ես շատ սիրեցի այդ տեղը, շատ շնորհակալ եմ Արարատ եղբայրս, իսկապես հիանալի էր։ Վստահ եմ ինձ համար հիմա այս պատմությունը ուրիշ երես էլ ունի։ Եվ շատ ուրիշ մի զարմանալի լույսի տակ է։ Մովսեսը ուզեց, որ գնա, մեռնել Հիսուսի հետ մեռնել, ձուլվել Հիսուսի հետ ձուլվել, ապրել Հիսուսի հետ ապրել։ Ուրիշ ճար չկա, ամեն բան նրանով է, նրա համար եւ դեպի նա, ամեն։ Հիմա, եթե քո սրտի մեջ դերևս այդ որոշումը չկա, կարող ես Տիրոջ առաջ, քո սիրտը պարզապես բացել Տիրոջ առաջ եւ ասել Տեր, ես ուզում եմ, որ դու գաս իմ կյանքի մեջ։ Եթե դու այդ որոշումը դեռ չես արել, հիմա ժամանակն է, կարող ես անել։ Խնդրում եմ մի ամաչիր, որովհետև մեկ օր ես էլ եմ դա արել, բոլորս ենք արել։ Կարող ես քո ձեռքը պարզել եւ մենք աղոթենք քեզ համար։ Քո սրտիդ կանչ հասա Տիրոջը Տեր, այսքան լսեցի քեզ, շատ եմ մասնակցել տարբեր հոգևոր իրավիճակների կամ իրադարձությունների մեջ եմ եղել, բայց շնորհքիդ չեմ հաղորդակցվել։ Հիմա խնդրում եմ, արի իմ կյանքի մեջ, մտիր իմ սրտի մեջ, փոխիր իմ կյանքը։ Ես չեմ ուզում այստեղից վերադառնամ նույն մարդը, ինչպեսին որ եկել եմ այստեղ, որովհետև գիտեմ դու ինձ համար լավագույն բաժինն ես պատրաստել, անցնել նյութականից դեպի հավերժականը, անցնել այդ սահմանը, անցնել այդ կարմիր գիծը, ինչը որ շատ անգամ արգելվում է անհավատության պատճառով։ Ես ուզում եմ անցնել, ուզում եմ հավերժ քեզ հետ լինել։ Եթե դու ուզում ես քո ձեռքը պարզիր, խնդրում եմ անկեղծ եղիր Տիրոջ առաջ ձեռքդ պարզիր եւ ասա Տեր, դու իմ բաժինն ես այսուհետ, եւ ես էլ քոնն եմ։ Շնորհակալ եմ քեզ, հալելույա։ Եկեք մի հրաշալի երգով սիրելներ Տիրոջ ներկայության մեջ մեր սիրտը բացենք եւ այս հրաշալի երգը միասին երգենք։ Ուր գնամ ով Տեր, ուր էլ լինեմ, քեզանից բացի ոչ մեկին չունեմ։ Հալելույա։ Եկեք միասին օրհնենք Տիրոջը, հալելույա։ Շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Փառք քեզ Տեր։ Տերնես դու սրտիս և լույսը կյանքիս, առանց քեզ Հիսուս, մոտ է այս կյանքում, քեզ եմ ես բերում, հառաչանքը իմ, աղոթքով խնդրում, որ օգնես դու ինձ, Ուր գնամ, ուր էլ լինեմ, քեզանից բացի ոչ մեկին չունեմ, դու ես սերը սրտիս և Տերն ես իմ հոգու, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, մոտ է այս կյանքում։ Հայր, ես աղոթում եմ, որ քո որդու պատկերը մեր մեջ ձևավորես և մեզ կերպարանակից դարձնես նրան, որ մեր կյանքը, որ մեր ներքին ամրումները, մեր անձը ներսի նմանվի նրան։ Շնորհակալ ենք քեզ, շնորհակալ ենք քեզ։ Տերնես դու սրտիս և լույսը կյանքիս, սիրում եմ քեզ Տեր, կյանքիցս առավել, քեզ համար են այս հոգուս երգերը, քեզ եմ նվիրում, կյանքիս օրերը, Ուր գնամ, ուր էլ լինեմ, քեզանից բացի ոչ մեկին չունեմ,
սերը սրտիս եւ Տերն ես իմ հոգու առանց քեզ Հիսուս առանց քեզ Հիսուս առանց քեզ Հիսուս մութ է այս կյանքում առանց քեզ Հիսուս առանց քեզ Հիսուս առանց քեզ Հիսուս մութ է այս կյանքում ամեն ամեն եւ էլի ամեն փառք Հիսուսին օրհնյալ լինի մեր Տերը օրհնված եք քո ծափերից դեպի Տերը կերևա ինչքան ես օրհնված ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ որ Արարատ եղբորս ծառայությունը ինձ համար եւ իր այստեղ լինելը մեծ օրհնություն է եւ այսպիսի ուսուցիչների դժվար եւ մատերի վրա քիչ կան որոնց կարող ես հաշվել որոնք որ կարող են Աստվածաշնչի խոսքի գիտակ լինել եւ մատուցման մեջ Սուրբ Հոգուց հատուկ իմաստություն ունենան ամեն Արարատ եղբայր ջան կրկին շնորհակալություն Փառք Տիրոջը որ այս հիանալի ժամանակը ունեցանք միասին մեր եկեղեցին որպես քո տունը ընդունելով կարող ես վստահ լինել որ մեր դռները բաց են մեր սրտերը բաց եւ ուրախ ենք ամեն անգամ այստեղ լինելուց մեզ չեմ ասի հյուր գաս որտեվ ճանապարհը որ բացում այլ հյուրություն չի լինում արդեն տնեցիկ է լինում այնպես որ շատ ուրախ ենք մեր սերը եւ օրհնությունները մեր ամբողջ եկեղեցու եւ փառաբանության ծափահարությունները դեպի Տերը ուղված տարեք ձեզ հետ Աբովյանի Փարոս եկեղեցուն մեր սիրելի եղբայրերին եւ քույրերին թող Տերը օրհնի ձեզ սիրելներ վստահ եմ որ խոսքը երբ որ լսում ենք Սուրբ Հոգին մեր մեջ սկսում է աշխատել ուրեմն սրանից հետո ամեն ինչ որ կանեք թե ուտեք թե խմեք ամեն բան Աստծո փառքի համար արեք որ կարողանանք շնորհքին հաղորդ լինենք եւ թող Հայր Աստծո սերը Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորիս հետ լինի գնանք խաղաղությամբ Ձերքերիդ մեջ է ամբողջը Դեր քոն է հանգիստը քո հոգու մեջ է